պարզվում էր, որ տարբերություն կա գարեջուր եւ գինու սպառողների մեջ։ Գարեջուր քաշային էլ կա տարբերություն, հա։ Խելացի դիստրիբյուցիոնը, որտեղ պորտֆելի մեջ իրար հակասող ապրանքներ չկան, իրար փոխ լրացնող ապրանքներ պետք է լինեն։ Ուղղակի, երբ որ ռուս սպառողին ասում ես խնդողնի, ինքը ասում է գնդոգնի, անուններից մեկն էր այդ սորտի։ Մենք վերցնում ենք ոնց որ մի հատ սլայսը, բոլորով պատարակաղը փորձում ենք մտցնել այդ մի հատ տեղը, հա, գնանք Ռուսաստան կամ գնանք, չգիտեմ, հիմա ամերիկանա տրենդը։ Եվ այդ քարազատման ընթացքում պատկերացնում եք, մեծ շատ մեծ ահռելի քարեր կան եւ մենք ուզում ենք Արարատյան դաշտավայրը բերեինք հանրապետության հրապարակ։ Դու պետքա KPI-ի միջոցով մարդու մեջ բացահայտես նոր հորիզոններ։ Այսինքն պետքա սիրել քո աշխատանքը, պետքա աշխատանքի մեջ գտնել աղ եւ այդ աղը ամեն օր զգալ։ Ողջույն, ես Նարեկն Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը Վարդգեսն է, Վարդգես ջան, ողջույն։ Ողջույն Նարեկ ջան։ Ներկայացնեմ Վարդգեսը Հովեյան, Կարազ գինիների վաճառքի մարքեթինգի տնօրենն է։ Այո։ Վարդգես ջան, ինչպես մեկնարկից առաջ, հա, պայմանավորվեցինք դույով ենք շփվելու, որպեսզի մեր քննարկումը լինի ել ավելի անմիջական եւ մեր թիմի կողմից կազմված են հարցեր, որոնք խաղարկային ֆորմատով մեր քննարկումը ել ավելի հետարքիր կսարքեն, բայց այդտեղ մի հատ փոքրիկ, ասում եմ, նյուանս կա, ինչպես միշտ, բայց հետո մի հատ բադ բանա չէ լինում։ Հա, դա ուրեմն ամեն ինչ արված է, որպեսզի դու սխալ պատասխանես, հատուկ աշխատել են դրա վրա, այնպես որովհետև սխալ պատասխանի դեպքում ունենք բզբզ հարցեր։ Okay. Ու քանի որ ամեն դեպքում հարցերը որպես կանոն բզբզ հարցերը իրեն կազմված են ուղղված են դեպի գործարարին, հիմնադրին, մենք ամեն դեպքում այդ ամենը կադապտացնենք հաշվի առնելով մասնագետի, հա, տեսանկյունը եւ այլն։ Ամեն դեպքում, հա, խոշոր կորպորացիաներում այսպեսի մի հատ երևույթ գոյություն ունի, արդեն ոլորտային ղեկավարը ինչ որ միտեղ ինքը նաև ինքն էլ արդեն կամացից դառնում է կոմերցիոն մտածելակերպով, իհարկե միանշանակ հիմնադրի մասին չի խոսքը, բայց առանց բիզնես կոմպոնենտի միջև վերջ հասկանալ շատ դժվար է լինում խոշոր ընկերություններում բաժիններ կառավարելը։ Դա որ ասում եմ կանոն է եւ համոզված եմ Հայաստանում եւս դա արդեն որթեգրած բան կա, էլի։ Ես լրիվ համաձայն եմ, ինձ թվում է, որ այսօր աշխատաշուկայում նույնիսկ միջին եւ ավելի ցածր օղակների աշխատողների կողմից այդ ownership-ը, այսինքն այն որ դու ամբողջովին պատասխանատվություն ես զգում քո աշխատանքի նկատմամբ շատ կարեւոր է։ Այսինքն չես կարող էլի միայն քո բաժան քո կողմից կառավարվող ուղղությունը կառավարես, հաշվի չառնելով մնացածում ինչա կատարում ու համարես, որ դու արդյունավետ ես։ Այսինքն մարքեթինգը արդյունավետ է, բայց արտադրությունը չի հասցնում էլի իմ հետևից։ Դա այն որ ասում եմ թույլատրել է միջին բիզնեսում։ Խոշոր բիզնեսներում դա ցավոք սրտի ասում եմ պատժվում է, հա, բիզնեսը պատժվում է այդ մոտեցման արդյունքում։ Մեր երկու բառով եթե ուրիշ հետարքի նորություններ ունեք, ինչ-որ ձեռքբերումներ մեկնարկից առաջ մի երկու բառով եթե կուզենաք կիսվեք, հետո նրանցենք արդեն հարցաշարին։ Իհարկե, շատ հետաքրքիր է, որ Կարասի սկիզբը դա հավատի, ինչ որ գաղափարի, վիժնի արդյունք է եղել, որը հետո եկել դառել է բիզնես, այսինքն եղել է հավատ մեր հողին, տերուարին, իսկ գինեգործության մեջ ամենակարևորը դա այն հողն է, որտեղ դու աշխատում ես։ Մեր կարգախոսներից մեկը հենց հայկական գինեգործության վերածնունդն է, որը որ մենք օգտագործում ենք, եւ հիմնադիր ընկերության Էդուարդո Էրնեկյանը, երբ որ Հայաստանում է գտնվում, տեսնում է մի հատ ճկնաղ Արարատ լեռան տեսարան եւ հիշում է, որ դպրոցում Բուենոս Այրեսում աստվածաշնչի դասի ընթացքում սովորել է, որ Նոան Տապանը համապատասխանաբար կանգնել է լեռան գագաթին, ստեղծել է աշխարհում ամենաարագ գինին, մի քանի օրվա ընթացքում տնկելով խաղողի որդատունկը եւ այլն, եւ իր մոտ առաջանում է գաղափար, որ փաստորեն աշխարհի բոլոր խաղողները դա այս դաշտավայրի կորած զավակներն են։ Եկեք մենք փորձենք զարգացնենք խաղողագործությունը այստեղ եւ տեսնենք թե ոնց են հենց այդ տարբեր խաղողի տեսակները իրենց դրսեւորում մեր հայկական տերուարում։ Ամենակարևոր կոմպոնենտներից մեկը իհարկե սոցիալական կոմպոնենտներ, որտեղ մենք ուզում ենք ստեղծել աշխատատեղեր Արմավիրի մարզի կողքի համայնքների համար, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնան արտագնա աշխատանքի եւ այլն։ Եվ Կարասի ստեղծումից որոշ ժամանակ հետո հայտնաբերվում է Արենի 1 քարանձավը եւ
ասվում է, որ մենք գտնվում ենք գինեգործության բնորանում։ Այս ես անկեղծ միշտ մտածել եմ, դա շատ գրագետ ձևով, ասում եմ, այնց գեղեցիկ համընկեց, էլի, այսինքն մեկնարկը, հետո ասեմ համընկեց, թե որ բայց շատ սիրուն ձևով եղավ, էլի, այսինքն հավատքը, մեկնարկը ու հետևից արդեն նոր քարանձավը եւ մենք չենք էլ պատկերացնում սկզբում, մենք իհարկե հավատում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, բայց մենք չենք պատկերացնում, որ կա այս չափ որակի այս չափ պահանջարկ, ասենց ասեմ, հա, այսինքն առաջին վինտաժը շատ կարճ ժամանակում out of stock է լինում եւ մենք որոշում ենք հիմնել գործարան։ Առաջին վինտաժները այլ գործարանում էին պատրաստվում, մենք այդ ժամանակ դեռևս ունենք միայն այգիներ, այո, հողատարածքը, խաղողի այգիները եւ այլն, եւ այնուհետեւ մենք հիմնում ենք գործարան եւ արդեն քայլ առ քայլ սկսում ենք զարգացնել բրենդը թե տեղական շուկայում, թե արդեն ներկայանալ որպես հայկական գինեգործության, այսպես ասած, ֆլագշիպ արտասահմանյան եւ էքսպորտ շուկաներում։ Գնանք։ Գնացինք արդեն լարվեցի մի տեսակ։ Լարվեցի, շատ լավ էր։ Առաջի հարցը կարաս կլասիկ արենի գինու արտահանման ծավալով երկրորդ հորիզոնականը բաժանում են։ Հիմա երկրների ցուցակա լինելու, խնդրում եմ ուշադիր։ A տարբերակ ԱՄՆ-ն, Բելգիան, Ֆրանսիան, B տարբերակ Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը, G տարբերակ Ռուսաստանի Դաշնությունը, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ D տարբերակ Իսրայելը, Բելգիան, Գերմանիան։ Ամեն ինչ արվածավոր խճճվեց։ Երկրորդ տարբերակը երկրորդ հորիզոնականը արտահանման բաժանում են, հա, առաջինը չէ։ Հա։ Բելգիան հստակ նշված է, կարաս կլասիկ արենի գինու արտահանման ծավալով։ Մի հատ էլ կասեք տարբերակն։ Գնացինք A տարբերակ, էլ միանգամից ասեմ էլի ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա։ Չէ, երկրորդ չէ ԱՄՆ առաջին։ Գերմանիա, Ֆրանսիա, Իսրայել։ Հետո RD Գերմանիա, ԱՄՆ։ Իսրայել, Բելգիա, Գերմանիա։ Իսրայել, Բելգիա, Գերմանիա։ Գերմանիա, Բելգիա, Իսրայել, երկրորդ տարբերակը։ Երկրորդ։ Հա։ Դուք ընտրում եք B տարբերակը։ Այո, եւ դա ճիշտ պատասխանն է։ Շատ լավ է։ Հետաքրքիր է Իսրայելը, չէ՞, բայց։ Հա, ես անկեղծ ուզում եմ այդտեղ մի քիչ ծավալվենք, որովհետեւ այն մի հետաքրքիր երկու բան էի բացահայտել, որից զարմացած էի, առաջինը գինու սպառման վարքագծի հետ կախված, պարզվում էր, որ տարբերություն կա գարեջուր եւ գինու սպառողների մեջ, գարեջուրային էլ կա տարբերություն, հա։ Գարեջուր շատ լավն էր։ Ծավալով է, չէ՞։ Հլասմա պատկերացրա Օկտոբերֆեստի այդ աղջիկները գինի բերեն։ Լրիվ պատկերը փչանում է։ Ուրեմն պարզվում է բավականին ավանդական սպառման վարքագիծ ունեն գարեջրասերները, եթե մի բան խմեն, միշտ դա են խմելու։ Ու հակառակը էքսպերիմենտատոր են գինու խմողները, այսինքն իրանք դա զարմանալու երևույթ է, որտեղ մեր մոտ կա հասկացողություն, որ եթե այդ երկիրը գինի ունի ու գինին անհնարան է մտնել, պարզվում է հակառակը, հենց այդ երկիր պիտի մտնես։ Այդ տեսանկյունից Գերմանիան, Ֆրանսիան հələ մի քիչ Իսրայելի պարագայում, այդ ուզում եմ այդ պահը մի քիչ բացենք, այսինքն իմ համար բավականին դե որ լսում ես 20 երկիր արտահանում, հաստատ ստորակետով Իսրայելը չի հայտնվում։ Ես չգիտեմ մենք այլ ինչ ենք Իսրայելը արտահանում, էլի, բայց փաստորեն կարողացել եք ու երկրորդ հորիզոնական դա բավականին քիչ ծավալ չի։ Իհարկե։ Իրականում շատ հետաքրքիր գործընկերություն սկսեց մեր Իսրայելի դիստրիբյուտորի հետ, ինքը սենց ոտի վրա մենք իրար հանդիպեցինք Դյուսելդորֆում, ոտի վրա խոսացինք ու այն որ դե չէ, դե ինչ Իսրայել ու նոր է սկսե պատերազմը։ Իսրայել եւ Պաղեստին եւ այլն, ու ես իրան ասում եմ, իսկ դու ո՞նց ես պատկերացնում այդ դիստրիբյուցիան ներկայիս լոգիստիկ դժվարություններով, ինքը ասում է, լսի, ես տանում ասում, իսկ ո՞րն է լինելու քո օրինակ շրջանը, որտեղ ես դու, որտեղ է քո պահեստը, որտեղ կարևոր է, չէ, այդ ամեն ինչը իմանալ եւ հասկանալ, որտեղ մեզ համար էլ որպես պատասխանատու ընկերություն կարևոր է, որ մենք ճիշտ գործընկեր ունենանք։ Ասեց, ես վաճառելու եմ Իսրայելում, ես ունեմ լիցենզիա նաեւ վաճառելու Պաղեստինում եւ այլն, ինքը օրթոդոքս ուղղափառ քրիստոնյա արաբա, հա, եւ մենք սկսեցինք աշխատել, փորձնական ուղարկեցինք իրան մի հատ փոքր քանակություն, ինչից հետո ինքը ասեց ֆանտաստիկ, ինքը նաեւ ունի իր մի քանի հատ գինու բառերը եւ այլն, ինքը միանգամից դրեց պատվեր եւ ինքը հիացած է։ Իրանք օրթոդոքս են, բայց բան չէ, ոչ ալկոհոլային չէ գնաց մաքուր։ Ոչ, չէ, մենք օրինակ չունենք կոշեր։ Տեսեք, եթե մենք ունենանք կոշեր, այդ դրան եմ դա շատ անգամ ավելի մեծ բիզնես կլիներ մեզ համար։ Մենք հիմա աշխատում ենք, շփվում ենք եւ այլն, ուղղակի
կոշեր սերտիֆիկատ ստանալը տևում է որոշ ժամանակ, այսինքն ինքը տես մոտ մինիմում 1 տարի է տևում այդ սերտիֆիկատը, քանի որ համապատասխան ռավինները եւ այլն պետք է գան եւ աշխատեն, բայց մենք ուղարկելով ոչ կոշեր գինի Իսրայել, ունենալով շատ լավ գործընկեր, ում հետ մենք կապի մեջ ենք, կարելի ամեն շաբաթ մենք խոսում ենք Նասարի հետ, շատ լավ արդյունք ունեցանք։ Քո խոսքի մեջ մի հատ կարևոր բան կար, ուզում եի դրա, այսինքն ինքը սենց ուզում էր, դու էլ ասում էիր, չէ, տենց մի հատ էլ ճիշտ եմ տենամ ինչ պահեսնում ես, հակառակը չէր, տենց եղբայր վերցրա, հաստատեսի պետք է, տենց։ Մեր գինիների հետ կապված մենք տենց ենք վերաբերվում։ Ես դիտավորյալ եմ այս բահերը, ես նույնիսկ շեշտադրումներին մենք կանգնենք, որովհետև սա հենց այն կարևոր բանն է, երբ որ դու ձեռք ես բերում մի հատ ինչ-որ համբավ, ինչ-որ աշխատելա ոչ, ու սա թող հանկարծ չնեղանան, էլի, սա ոչ միայն գինու որակի մասին է, սա նաև բիզնես ռեպուտացիայի մասին է, էլի։ Մենք երկիր ենք ցույց տալի։ Այսինքն իրանք ճշտում են, իմանում են ինչ ընկերություն է, որ երկրներում աշխատել, ինչ ձև է աշխատում, ով է քո գործընկերը այդ երկրում, դա էլ է բնորոշող։ Ու դուք տեսեք, դու լավ բառ ասեցիք, դրա վրա հենց մեր համար շատ կարևոր է թե ով է լինելու մեր գործընկերը Իսրայելում, որտեղ ոչ, այսինքն չունեք նպատակ էլի, ցանկացած գնով ապրանքից ձերբազատվեք Իսրայել։ Ուղարկենք, տեսնենք ինչ կլինի։ Եվ առհասարակ պրեմիում ապրանքների հետ այդպես չի կարելի աշխատել, հա, մենք օրինակ աշխատում ենք պրեմիում ապրանքների դասի մեջ, հա, այսինքն մենք չենք կարող ուղղակի այն որ կարևորը ստեղից ուղարկենք, հետո փողը կստանանք օրինակ, հա։ Հիմա այսօրվա օրով դրա համար մեծ ընկերություններ ունեն այդ KYC policy, know your customer, իմացիր քո գործընկերին, հա, հաճախորդին, որը որ մենք միշտ կիրառում ենք, մեզ համար շատ կարևոր է։ Մենք երբ որ մենք սկսում ենք աշխատել Իսրայելի կոնկրետ այդ դիստրիբյուտորի հետ, մենք միաժամանակ ունենք հետաքրքրություն այլ դիստրիբյուտորից։ Մենք երբ որ փոխում ենք դիստրիբյուտոր, օրինակ երբ որ փոխում ենք դիստրիբյուտորին մի երկրում, մենք հստակ կազմակերպեցինք sense ասած տենդեր, որտեղ մարդկանց ասացինք ուղարկեք մեզ ձեր 3 տարվա պլանը։ 3 տարվա պլանը մեր ապրանքով ինչ եք անելու, իրար հետ դու ոնց ես պատկերացնում ես աշխատելը, դու վերցնելու ես պարալել մտնես կողքի շուկա, քանի որ դա Եվրոպայի միություն է եւ մենք քեզ չենք կարողանալու հետևենք, թե դու օրինակ պատկերացնում ես, որ օրինակ ես գինիով գնալու ես մտնելու ես Carrefour, այն մյուս գինիով գնալու ես օրինակ մտնես գինու բուտիկներ, ես մի գինիով է գնալու ես օրինակ մասնակցես իվենթների ու հորեկա։ Այսինքն մեզ համար դա շատ կարեւոր է, որպեսզի մենք լինենք իրար հետ ոնց որ սինխրոնացված։ Նաև նայեք թե պորտֆելում ովքեր են ներկայացված, ինչ ընկերություններ, իրանց դինամիկան շատ կարևոր է, իհարկե, մենք օրինակի համար խելացի դիստրիբյուցիան, որտեղ պորտֆելի մեջ իրար հակասող ապրանքներ չկան, իրար փոխ լրացնող ապրանքներ պետք է լինեն։ Այսինքն իմաստ չունի, որ ինչ որ մեկը օրինակ Արենի տեսակի 7 գինի ունենա իր պորտֆելի մեջ, 7 արտադրողից, որտեղ բոլորը իր սանիկներն են։ Հայաստանյան 6-ած սմբուկի խավիար, ու բոլորը իմ մոտ են։ Հա, այսինքն դա ինչ է անում, դա ոնց որ sense ասած դու տանում ես եւ սառացնում ես շուկան։ Մենք ունենք տենց кейսերը, տենց դիստրիբյուտորները ունենք, տենց գործընկերները ունենք, ես երկիր կա, որը տենց է, հիմա միակ մարդը ինքն է, որը աշխատում է այդ շուկայի հետ, բայց նույնիսկ այդ պարագայում դու փորձում ես այդ մարդու հետ աշխատել, որպեսզի ինքը հասկանա, թե որտեղ ինքը ավելի շատ բիզնես կարող անի քո հետ միասին։ Շատ լավ։ Հաջորդ հարցը։ Կարաս գինիների համար խաղողի որ տեսակից է 2024 թվականին ստացվել 25 տոննա բերք։ Ուրեմն տարբերակները 24 թվականին 24 թվականին կարաս գինիների համար խաղողի որ տեսակից է ստացվել 25 տոննա բերք։ Սիրենի, մերլո, ոսկեհատ եւ շենին բլան։ Հեզեշտ է սիրենի։ Դե ատարբերակ տենց հեշտ էր։ Հա։ Կարամ ասեմ ինչի։ Կխոսենք դրա մասին, հա։ Սա ճիշտ պատասխանն էր։ Մենք շատ հպարտ ենք սիրենիով իրականում։ Մեր համար շատ կարևոր է։ Սիրենի դա նույն խնդողնին է։ Այո։ Ուղղակի երբ որ ռուս պարողին ասում ես խնդողնի, ինքը ասում է գնդոգնի, որը որ շատ բարդ է արտաբերել, իսկ սիրենին այդ անուններից մեկն էր այդ սորտի։ Դրա համար մենք փոխեցինք սիրենի, որպեսզի արտասահմանյան սպարողին ավելի հեշտ լինի իրան արտաբերել։ Խնդողնին դա էնդեմիկ արցախյան խաղողի տեսակ է։ Ընդհանրապես մեր աշխատանքը սիրենի հետ սկսել է շատ վաղուց, երբ որ մեր գինեգործը եւ ագրոնոմը միասին գնում էին Տող գյուղ եւ այնտեղ մենք գիտեք երևի կատարո գինիների մասին, այնտեղ հենց այդ այգիներում եւ այլն իրենք
փորձում էին աճեցնել Առիթից օգտվելով մենք նախ ողջունում ենք մեր գրեթե բոլոր գինեգործները, որտեղ կարևոր գործունեություն են ծավալում։ Ես նկատի ունեմ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են իրենց ոլորտում աշխատանքի համար, այդ որ մեկ-մեկ դες ասում ես բոլոր տպավորությունը ասես որ չէ, բոլոր բարիս բուն իմաստով գործարաններին եւ հենց մանավանդ կատարոյին, որ իսկապես ողջունելի էր, որ չեմ ուզում ասեմ շատ արագ եւ այլն, բայց այդ չհանձնվելու ձերքերը ներքև չէ, մենք ունենք այսօր կատարոն եւ ինքը կա ու ինքը ամեն դեպքում շատ ուրախ են որ այո իհարկե ինքը արդեն մեծ խորհրդանիշ է այդ աշխատանքի մեր հայկական Արցախից ինքը այսօր է շարունակվում է եւ այդ այն պատմություններից է որ դու ուրախանում ես այո եւ այն ժամանակ մենք այնտեղ գնում ենք եւ այնտեղ ենք փորձում աճեցնել եւ բերել այստեղ եւ հասկացանք որ խաղողը պահանջում է ամենօրյա աշխատանք, այսինքն դու չես կարող ամիսը մի անգամ գնաս եւ օքեյ լինի եւ մենք բերեցինք եւ մեր այգիներում տնկեցինք խնդողնի Սիրենի մեր հիմա ամենապոպուլյար օրինակ ամերիկյան շուկայում ամենամեծ հաջողություն վայելող գիններից մեկը դա Կարաս ռեզերվ Արենի Սիրենին է հենց Եվ քանի որ այն ունի այդքան պահանջարկ, մենք հատուկ աշխատանք ենք տանում Սիրենի հետ եւ հիմա ինքը կուպաժ է հավաքված, հա։ Արենի եւ Սիրենի երկու խաղողների կուպաժ է, այո։ Եվ մենք Սիրենի հետ հատուկ շատ մանրակրկիտ եւ կարեւոր աշխատանք ենք տանում։ Մեր համար դա շատ սիմվոլիկ է, օրինակ իմ համար իմ ամենասիրած հայկական կարմիրներից մեկն է այդ գինը։ Առիթից օգտվելով այստեղ մի հատ էլ հարց կա, էլի։ Արդյոք նայ կա հայրենասիրական պահը կա ազգասիրական եւ կա հայապահպանման մատ այստեղ կա նաեւ բիզնես կոմպոնենտ սա էլ եկեք չանտեսենք էլի այսինքն այսօր էնդեմիկ տեսակները ապահովում են բիզնեսին ավելի ամուր կայուն աշխատանք ցանկացած ոլորտում, որտեվ եթե հանկարծախանում խնդրեմ ուղղեք, հա, գինու ոլորտում բավականին պահանջված են հենց այդ էնդեմիկ տեսակները։ Դու առանձնանում ես, հա, այսինքն չեմ ասում հենց դա է դառնալ պոպուլյարը, բայց երբ որ դու ունես, դու մի հատ ինչ-որ սուպեր առանձնահատկություն ունես, քանս դու արտադրես բոլոր ստանդարտ ձևերը, որ բոլորը ունեն։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է, որպեսզի նույնիսկ արտադրելով յուրաքանչյուր բան արտադրելուց դու հասկանաս ում համար ես դա արտադրում։ Դա ինքնանպատակ չպիտի լինի, հա։ Օրինակ մենք ունենք single vineyard chardonnay կարասի շարքում եւ մի շարք տարբեր սիրաներ։ Ինձ համար սիրայի արարածան դաշտավայրի վերաիմաստավորումը այնքան գեղեցիկ է, որ անհամեմատելի է դասական սիրաների հետ, հա։ Հետո եթե մենք տենց ենք խոսում, նոր աշխարհ եկեք գնանք, որ այնտեղ եղել է խաղող։ Հիմա օրինակ չկա էնդեմիկ նոր զելանդական խաղողի տեսակ։ Չարտադրեն գինի այդ մարդիկ, հա։ Ինձ թվում է, որ աշխարհում շատ բիզնես հնարավորություններ կա։ Պատկերացրեք դա մեծ տորտ է, մեծ տորտ։ Մենք վերցնում ենք, մենք պետքա կարողանանք այդ տորտը ճիշտ բաշխենք, հա։ Մենք վերցնում ենք ոնց որ մի հատ սլայսը, բոլորով պատարակախը փորձում ենք մտցնել այդ մի հատ տեղը, հա, գնանք Ռուսաստան կամ գնանք, չգիտեմ, հիմա Ամերիկան է տրենդային։ Գնանք Ամերիկա, բայց տեսեք Իսրայելում կարելի է բիզնես անել։ Եվ Իսրայելում կարելի է ուղարկել համ կլասիկ Արենի, համ կարելի է Մալբեկը ուղարկել Արարատյան դաշտավայրից։ Ինչու՞ ոչ, որտեվ մարդիկ հոգնել են դասական Մալբեկներից, հա, այսինքն տեսեք, երբ որ մտնում է սպառողը ինչ որ տեղ եւ սոմելեն է մոտենում եւ ասում է ես ուզում եմ ձեզ առաջարկեմ հայկական գինի։ Հայկական գինին երբ որ գնում է հասնում է Եվրոպա ռեստորան կլինի թե խանութ, իր գինը բավականին բարձր է, հա։ Քանի որ մեր ինքնարժեքն էլ ինքնին արդեն իսկ բարձր է։ Պլյուս լոգիստիկա եւ այլն։ Հա, ու երբ որ ինքը ասում է օրինակ մենք ուզում ենք ձեզ առաջարկենք հայկական գինի, այս հայկական էնդեմիկ խաղողի տեսակից, ինքը գինը լսում է եւ իր մոտ կարող է pushback լինի։ Ինքը կարող է ես ինչի հիմա գնամ ռիսկի եւ վճարեմ այսքան գումար, եթե ես վստահ չեմ, ոչ գիտեմ ոչ Հայաստանը որտեղ է, ոչ այդ խաղողը ինչ տեսակի է։ Բայց երբ որ իրան օրինակ ասում է դու գիտես չէ շարդոնեն, սա շատ հետաքրքիր շարդոնե է նոր տերուարից։ Կամ դու գիտես չէ սիրան, կամ դու գիտես չէ իմացածի վրա մի բան ինքը բույր է դրա միջոցով բերում է դեպի էնդեմիկ, որովհետև մեր հայկական գինեգործության ապագան միանշանակ դա մեր ավտոկտոն սորտերն են, հա, դա միանշանակ մեր տեղածին, մեր էնդեմիկ սորտերն են, բայց այս փուլում որտեղ որ մենք գտնվում ենք, մենք չպիտի նույնիսկ, հա, մենք trial-ի համար, հա, այսինքն մենք չպիտի որևէ սպառողի հանենք, այսինքն դա ոչ սնոբիզմ է, բայց դատարկ սնոբիզմ է, այն որ մենք չենք տա ձեզ, եթե չուզենաք խմեք օրինակ չեմ Չարենցից գինի Չգիտի մարդը Չարենցին, ոչ ամբողջները խելագարված նա կարդաց է, ոչ ես իմ անուշ Հայաստանին գիտի, բայց ասենք լավ ծանոթա պայմանական շենին, հա։ Ցավոք Հայաստանում է ոչ բոլորն են կարդաց է։ Դա ներելի չի։
քանի որ մենք գիտահեն քննարկման անցանք, հա, արհեստական բանականությունը մեզ օգնության եկավ եւ հաջորդ հարցը ձևավորված է արհեստական բանականության միջոցով գնացինք աշխարհի մասշտաբով գինեգործական զբոսաշրջությունը միջունում գինեգործարանների եկամտի քանի տոկոսն է ապահովում աշխարհի մակարդակ, հա, գինեգործության ոլորտի գումարները եւ հետեւաբար գինեգործական զբոսաշրջությունը, այո, առաջի տարբերակ A 2-ից 5%, B 5-ից 8%, G 10-ից 14% եւ D 15-ից 25%։ Ինձ թվում է 10-ից 14%-ը կլինի, որովհետև շատ երկրներ կան, որոնք որ գինե են արտադրում, բայց ոչ բոլորն են տուրիստական այդքան մեծ, հա, բայց կան տեղեր, որոնք հենց տուրիզմի շուրջ են ստեղծված, հա, մենք ունենք տենց ֆանտաստիկ գինեգործարաններ, որոնք տուրիզմի շուրջ են ստեղծված, բայց սա եկեք ասենք որ ռուսերեն չասեն, բայց մատով դեպի երկինք, հա, պալցով նեբը պատասխան, հա, տեսնենք ոնց կստացվի։ Դե հա, AI դեպքում, որտեղ ինքը աշխատում է այն բազաների հետ, որոնք հրապարակված են եւ հետեւաբար դուք պատասխանեցիք 10-ից 14%, ասում եմ ասեմ սա ձեր վերջնական պատասխանն է։ Եվ մենք խաղարկում ենք ձեր ավտոմեքենան։ Չի իհարկե։ Սխալ պատասխանն էր սա։ Սա սխալ պատասխանն էր։ Ես նաև մի քիչ ուրախացել եմ, որովհետև մենք ունենք հնարավորություն բզբզ հարցի մոտենալու, բայց մինչ այդ ուրեմն ճիշտ պատասխանը 15-ից 25%-ն էր։ Okay։ Մի հատ կարճ հարց ու անցնենք բզբզ հարցին։ Կարասի պարագայում որտեղ է գտնվում գինեգործական զբոսաշրջությունը ու արդյոք այդ գինեգործական զբոսաշրջությունը որպես մասնագետ բավականին լուրջ ինչքան հասկանում ենք այդ քննարկեցինք էլ այցելություններ այլ երկրներ արդյոք ինքը պետքա սահմանափակվի մենակ նրանով որ մարդու մենք բերում ենք գործարան եւ այլ կուզենամ մի քիչ այդտեղ բացենք էլի որովհետեւ հենց ասում ես գինեգործական զբոսաշրջություն ասում եմ մենք էլ տոր ունենք գործարան նախ ունեք թե չունեք եւ այդ մի քիչ կուզենամ մի քիչ տեսակներն ասենք, իրանք բավականին շատ են ու ցավոք սրտի մենք միշտ չի որ մեր շուկայում այդ ամենը ունենք։ Այո։ Տեսեք, Կարասի զբոսաշրջային բիզնեսը սկսվում է օդանավակայանի դիմացը դրված շշից։ Այսինքն Կարասի զբոսաշրջային բիզնեսը ամենուրեք է Երևանում։ Որպես այդպեսին, քանի որ մենք ամենալավ տեղերում տալիս ենք ամենաընտրված տեսականին, ամենալավ բաժակներով, սովորեցնում ենք այդ տեղի սոմելեին եւ անձնակազմին, որպեսզի ճիշտ ձևով ներկայացնեն, քանի որ շատ ճիշտ նկատեցիք, էլի, դա մենակ տենց բերել, հասցնելով տեղ, տանել ինչ որ տես ճզմեցինք, տես լցրեցինք, դա ցույց տալով չի։ Դա այլ experience է, դա լրիվ այլ փորձառություն է, դա ավելի խորը փորձառություն է։ Որպես այդպեսին տուրիզմի սեկտորը, տուրիզմի դեպարտամենտը Կարասում բաժանվում է երկու կետի, հա, մենք ունենք գինեգործարան, որը գտնվում է Արևադաշտ համայնքում, Արարատյան դաշտում, որտեղ մենք ունենք շատ գեղեցիկ, ֆանտաստիկ գործարան այգիներով, որոնք ուղղակի անհավատալի են, այսինքն որ դու կանգնում ես այդ 450 հեկտարի մեջ, դու հասկանում ես, որ ինչ Տոսկան է կներեք, էլի, մենք ունենք Արարատյան դաշտավայր։ Եվ նաև մենք ունենք գինու բար։ Դա շատ հետաքրքիր նոր բան է, որը դառնալու է մի տարեկան շուտով հոկտեմբերին, ուրեմն Հանրապետության հրապարակի ամենա այկոնիկ բառը շատ եմ օգտագործում ու անընդհատ մոռանում եմ, որ պետք է մի հատ էկվիվալենտ գտնել դրա հայերենի, այկոնիկ է, էլի, այսինքն ինքը ամենա տենց մեծ եւ կարեւոր շենքերից մեկը դա նախկին արտաքին գործերի նախարարության շենքն է, որտեղ մենք ունենք Կարաս գինու բար, որը երբ որ մենք բացում ենք ու ես պատրաստում էի բրիֆը ճարտարապետների համար, ճարտարապետները մի բան մտածում են, որ ես գժվել եմ, որովհետև ես ասացի, որ մեզ պետքա, որ այդ բարի ներսում լինի ահռելի սեղան, որը պատրաստված է 1 կտոր քարից, որը բերված է մեր այգիներից։ Մենք խոսում ենք, որ մենք տարիներ շարունակ մելորացիա ենք անում եւ քարազատում ենք իրականացնում ընդերքի եւ այդ քարազատման ընթացքում պատկերացնում եք մեծ շատ մեծ ահռելի քարեր կան եւ մենք ուզում ենք Արարատյան դաշտավայրը բերեինք Հանրապետության հրապարակ։ Ես հիշում եմ, երբ որ իմ ընտանիքի մեծերը պատմում էին, ասում էին դե օրինակ չգիտեմ Նիկոլայ II ցարը եկավ Հայաստան եւ ուզեց տեսնի Արարատը, չտեսավ Արարատը, վիրավորվեց, նեղացավ հայերից գնաց, հա։ Այսինքն այդ Արարատը տեսնելու, Արարատին առնչվելու, Արարատին կպնելու ֆունկցիան շատ կարևոր է Հայաստան եկած մարդու համար։ Եվ
ինչն է ավելի արարատյան դաշտավայր, քան այդ արարատյան դաշտի մեջի քարը, ինչն է ավելի շատ գինի, քան այդ տերուարից հանված քարը, եւ մենք գտանք շատ սիրուն քար, որը մշակեցինք եւ հիմա դա հենց սեղանն է, ինքը եթե չեմ սխալվում, հարցերի մեջ չունենք, չէ՞, թե չէ։ Չէ։ Ասիկ ով հարցերի մեջ չլի մի։ Կարող է հարցնեք, էլի սխալ ասեի։ Եվ մոտավորապես ինքը մի 4 մետրանոց, 4-5 մետրանոց քար է, որ պատկերացնեք, շատ լավ մշակված։ Ինչ տեսակի, բազալտ։ Դա իհարկե ինքը դե քանի որ հրաբխային ընդերք է մեր մոտ, ինքը հրաբխային տեսակի քարը եւ շատ հետաքրքիր բառ է, որտեղ նույնպես կարող եք գալ ունենալ հետաքրքիր փորձառություններ, գինու կարող եք գալ ուղղակի աշխատել, անպայման չի, օրինակ ուզենաք գալ եւ գինի խմել, կարող եք գալ, ինքը շատ սիրուն տեսարան ունի, նստել Հանրապետության հրապարակում, սուրճ խմել, թեյ խմել ու էմպանադա ուտել արգենտինական։ Ուզում եի այդ պահին ասեի Արարատ գնացի, մեկ էլ արգենտինական։ Ինչ տրամաբանությամբ ես հաշվում պարգևավճարները քո ընկերությունում եւ ինչպիսին է դրա արդյունավետությունը։ Կարապետ Աֆրիկյան Դարոյինգ։ Դա ողջունում ենք մեր գործընկերոջը։ Մենք ունենք հարցեր, որոնք արդեն մեր գործընկերներն են գրել թողել այստեղ եւ հետեւաբար այստեղ ունենք ուրեմն Դարոյինգից հարց։ Ինչ տրամաբանությամբ է դա մեջ հաշվարկում։ Շատ բարդ։ Շատ բարդ, բայց միաժամանակ շատ թափանցիկ։ Այսինքն բարդությունը կանում է նրա մեջ, որ դա process է, որը տեղի է ունենում անընդմեջ։ Այսինքն մեր բոլոր աշխատակիցները ունեն իրենց KPI-ները, այսինքն իրենց արժև դրված նպատակները տարվա ընթացքում դիզայներից մինչև վաճառքի մասնագետներ, հա, որպեսզի պատկերացնեք դիզայնը ավելի դժվար հաշվելի երևույթ է պայմանական, քան օրինակի համար վաճառքի ավելացումը տարվա մեջ։ Բոլորը ունեն իրենց KPI-ները, մենք կիսամյակային review ենք անում, ելնելով իրավիճակից ինչ է տեղի ունենում, այդ KPI-ները, երբ որ մենք կազմում ենք օրինակ հաջորդ տարվա համար, դա տեղի է ունենում սովորաբար նախապես, մենք շփվում ենք թիմի հետ, միշտ այդ երկկողմանի կապ է, ինձ չի որ դու ինչ որ տենց ինչ-որ անհասկանալի կամ անիրական բան ես ալի, ես հավատացած եմ, որ բոնուսները, պարգևավճար բառը ծանր է հնչում, չէ։ KPI-ները շատ լավն է, KPI-ները, բոնուսները պետքա մոտիվացնելու համար լինեն, այսինքն իրենք պետքա հասանելի լինեն։ Իրենք պետքա լինեն ամբիցիոզ եւ հասանելի։ Այսինքն դու պետքա KPI-ի միջոցով մարդու մեջ բացահայտես նոր հորիզոններ։ Ոչ թե սահմանես որ չլինի, 10 հնարավորություն ինքը աճի։ Ոչ թե սահմանես որ չլինի, հա, այսինքն ոչ թե սահմանես որ դու ասես տեսար դու չկարացար հասնես, լավ, ես էլ քեզ բարձ կվպլի չեմ, մի քիչ քեզ բոնուս կտամ, հա, նոր տարի է, պայմանական, բայց ինքը պետքա հակառակը, ինքը պետքա այնպիսի ֆունկցիա ունենա, որ թե հասնի, թե ընկերությանը հասցնի իր բիզնես նպատակին կոնկրետ տարվա եւ միաժամանակ զարգացնի աշխատողի մասնագիտական ունակությունները։ Պատկերացրեք չէի կարող անտեսել այս ճշգրիտ հարցը, քանի որ ընդունված է, որ կոմերցիոն թիմը լրիվ տրամաբանական է, վաճառքը, մարքեթինգը իրար հետ պետք է ունենան այդ KPI-ները ու դա, բայց զարմանալի երևույթ է, որ մնացած տեղ բաժիններում որպես կանոն KPI-ները բացակայում են։ Ու ես զարմանում եմ, որ ասում ես իսկ ինչու KPI չկա։ Մենք մի հատ ընկերությունում հիմա որթեգրել ենք նաև HR համակարգը ունի իր KPI-ները։ Այսինքն, ոսը զարմացած ասում են, այսինքն մենք ով վաճառքի բաժնում ենք, որ մեզի KPI եք տալիս։ Ու դու զարմանում ես, որ արդյունավետության գործիքը, որը իդեպ ասած KPI շատ գեղեցիկ ճիշտ բնորոշում էր, էլի, ինքը երկխոսություն է։ Ես սա որպես պլան տեսնում եմ, նաև քննարկում ենք քո հնարավորությունները, պլյուս դրան ավելանում է ցանկացած KPI նաև սահմանում անգերության պատասխանատվությունը ռեսուրսներ տրամադրելու մեջ, որովհետև ես ասում եմ, այս արդյունքին, այս ռեսուրսներով հասի, որովհետև եթե ես KPI չսահմանեմ, ես ինչ իմանամ, քեզ ինչ տրամադրեմ։ Այ իմ ամբողջ գաղափարը ձեր մոտ ինչպես է, որովհետև մի բաժնում պարզ է ձեր իսկ ընդհանուր այդ KPI-ները սինխրոնիզացված են, դուք իրար հետ գիտեք, ընդհանուր քննարկում եք, հա, տեսնում եք որտեղ ինչ աշխատեց, դա միջազգային պրակտիկան է թե դրսի, հա, կորպորացիայից վերցրած։ Մի քանի պրակտիկաներ եմ իրար խառնել։ Ես վերցրել եմ այն համակարգը, որով տարիներ աշխատել եմ օրինակ իմ նախկին ընկերությունում եւ փորձել եմ իրեն ադապտացնել մեր իրականությանը եւ փորձել եմ իհարկե լսել մնացած մարդկանց կարծիքը, ովքեր ավելի շատ փորձ ունեն, քան ես գինեգործության կոնկրետ ոլորտում։ Մեր դեպքում պարզ է, սելզի եւ մարքեթինգի պարագայում ավելի հասկանալի է ինչ ենք մենք ուզում եւ այլն։
Բայց KPI-ները պետք է լինեն բոլորի համար։ Այո։ Բայց դա ոնց որ նշեցի, դա շատ կարևոր երկխոսություն է, որովհետև կներեք, ես ինչքան էլ լավ ղեկավար չլինեմ, ես մինչև վերջ չեմ իմանա ինչա տեղի ունենում դաշտում, հա, ոնց որ ասում են ֆպալախ, ինչա խանութում տեղի ունենում, ինչա ով ոնց է աշխատում, ինչ տրենդեր կան, ինչ տենդենսներ կան եւ այլն։ Եվ ես կարող ասեմ, գիտես ինչ կա, մյուս տարի մենք պետքա վերցնենք եւ աճենք այսքան տոկոս, եւ ես պետքա լսեմ, չէ՞, մարդը ինչ է ասում, որպեսզի ես է կարողանամ իմ բիզնես օպերացիաները եւ գործառույթները ճիշտ պլանավորեմ։ Այսինքն դա շատ կարևոր երկխոսություն է, որը որ միշտ պետքա տեղի ունենա։ Մենք պետք է լսենք եւ փորձենք մարդկանց զարգացնել։ Թիմի ուժը նրանում է կանում, որ պետքա թիմը զարգանա։ Ու KPI իրականում ստացվում այս ապարքեվաճառներ եւ այս ամենը շատ կարևոր երկխոսության մեկնարկ է, այսինքն դու մի հատ հետադարձ կապն ես լսում ու լսում ես պահանջը դեպի ռեսուրսներ։ Մի հատ ծիծաղալու պատմություն հիշեցի, շատ վաղուց ես աշխատում էի Red Bull ընկերությունում, միաժամանակ ունեի հասարակական ուսանողական կազմակերպություն, որով անում ենք միջոցառումներ եւ շատ լավ գործընկերներ ունեի, ու այդ գործընկերներից մեկը լինում էր հանդիպումներ, որ գալիս էր ասում էր ինձ անհրաժեշտ է $100։ Ու ես Տենց էլ մինչ օրս չհասկացա իրան այդ $100 ինչի էր պետք, որովհետև ոնց տալիս էի, տենց էլ բերում հետ էր տալիս։ Կարող է իր գրպանում դա որ լինում էր ինքը իրան ավելի վստահ էր զգում, օրինակի համար, հա։ Այսինքն չէր էլ օգտագործում։ Ես այսօր գնալու եմ իրան զանգեմ, ինքը Հայաստանում չի ապրում, վաղուց ասում լսի այդ $100 ինչի է իրեն ժամանակ ուզում վերցնել ու նույն հանդիպումից հետո հետ էր բերում, բայց այո, իհարկե պետք է լսել, մարդուն պետք է ռեսուրսներ տալ, ասետներ տալ, որպեսզի կարողանա աշխատի, կարող է ինձ թվում է, որ ամեն ինչ բավարար է, բայց իրականությունը ասում է լրիվ այլ բան։ Իհարկե Եվ մեծ բիզնեսի գաղտնիքը տեսած լինելու մեջ է նաև։ Պետքա մարդիկ գնան տրեյնինգների, պետքա մարդիկ գնան գործուղումների, տեսնեն ինչա տեղի ունենում դուրսը, որպեսզի կարողանան ոնց ասեցիք, միջանցքում կամ անցնելով միամիտ հանդիպել իսրայելցի գործընկերոջը եւ հետարքիր մի բան առաջարկել, էլի։ Հաստատ այդ մարդը չէր փնտրել ձեզ on-line-ով ու չէր գրել hello Վարդգես։ Հա, ու մեյլն է գնացեք օրել։ Մեյլն է գնացեք օրել, էլի, մարդը պիտի մեկ-մեկ տեսնես։ Հետեւաբար այդ միջավայրում հայտնվելը կարեւոր է։ Անցնենք հաջորդ հարցին։ Invino Երևանի գինու մեծ քուիզ Կարասի հետ միջոցառման Facebook-յան հրավերի նկարում որ գինին է սեղանին ներկայացված։ Okay։ Ասում եմ, այ առնետներ ես ինչ հարցեր եք գրում։ Բայց սա կարող ճիշտ պատասխան է, գիտեք, չէ՞։ Так, տարբերակ A կարաս մուսկատ, B կարաս կաբերնե, G կարաս քեֆ եւ D կարաս արենի։ Կարաս արենի։ Դե ասում եմ, չէ։ Ասում եմ, չէ։ Մի բան կա Վարդգեսի մոտ։ Դե պատասխաններ, ճիշտ պատասխաններ սա, էլի։ Բայց հետաքրքիր ես որտեղ մտածեցի, որ սենց իմ աչքի առաջ եկան բոլոր վիզուալները եւ ոնց են իրանք ինձ դա ուղարկում ու ես ասում եմ դրեք կարաս արենի։ Իրական շատ հետաքրքիր է այդ բրենդինգից սկսենք, հա, օրինակ իմ սիրած օրինակներից մեկը, որ մենք խոսում բրենդինգը դա ամեն ինչն է, ինչ որ երևույթի շուրջ։ Այսինքն ինչ կա ինչ որ երևույթի շուրջ, դա բրենդինգ է։ Տենց երկար իմ շատ լավ գոլեգաների եւ մասնագետների հետ դա կլինեն brand strategist-ներ, թե դիզայներներ, խոսում ենք եւ մի անգամ տենց հերթական երկար խոսակցության ընթացքում հանգեցինք նրան, որ խորհրդային միությունը ամենալավ բրենդինգով պետություններից մեկն էր, որովհետեւ խորհրդային մարդը ուներ տվյալ դեմք։ Այսինքն դու տեսնում ես խորհրդային մարդուն եւ պատկերացնում ես ինքը ինչա հակած, հա, ինչ որ տենց սերի պալտո դրապից, բան տխուր հայացք եւ այլն, ինչ որ ասեն, հա, այսինքն այդ ուշ, այսինքն այնտեղ ամեն այս ծանր դրոշը, գիմնը, տխուր մարդը, այս բրենդբուկ կար էլի, ամեն ինչ հստակ գծած էր։ Եվ դա շատ կարեւոր է, այսինքն նույնիսկ խոսակցությունները քո մասին, դա քո բրենդինգի մի մաս է։ Ինչ են մարդիկ քո մասին խոսում, որովհետև դու պետք է կարողանաս այդ հոսքերը թե տաս, թե կառավարես, թե մի բանի հետ կռվես, թե մյուսը թողես գնա հետո, նոր սկսես իրան չեզոքացնել եւ այլն եւ այլն։ Կարասը երբ որ սկսվել է, ինքը սկսվել է որպես турք մեր հնագույն տեխնոլոգիային։ Կարասի մեջ գինեգործությանը եւ իհարկե շատ կարեւոր է եղել որպեսզի նա հեշտ արտաբերելի լինի տարբեր երկրներում ու այնտեղ կա որոշակի բան ռուսերեն կարաս եւ այլն, այտենց մի հատ պահ կա, բայց մեզ համար շատ կարեւոր է եղել։ Մենք շատ էլի նուրբ ենք վերաբերում եւ զգուշ ենք վերաբերում։ Օրինակ մենք հիմա հստակ ունենք ֆիդբեքներ, լսում ենք այդ ֆիդբեքները, ասենք մեր բրենդինգի հետ կապված, օրինակ չեմ հիշում, մի հատ գինու օրինակ լեյբլ փոխել ենք, ասում են հինը լավն էր։ Okay,
Սպասեք տեսնենք։ Տեսանք, որ իրոք լավներ հինը ավելի, օրինակ վաճառքները տվյալ գինու ընկել են։ Բայց բրենդինգը նաև սիրում է համբերություն։ Դու չպետք է հիստերիկավարի վերցնես եւ միանգամից փոխես, վայ չաշխատես ռսպասի հետ բերեմ, որովհետեւ դու պետք է միշտ շարժվես սպառողի տեսանկյունից։ Ինչա ոնց գիտի քեզ սպառողը։ Ոնց է ինքը քեզ տեսնում։ Դու չպետք է իրեն շփոթեցնես, որովհետեւ եթե անընդհատ փոխես, ինքը կկորցնի արդեն իր այդ վիզուալ identity-ն, այսինքն identity բառը երևի հայերեն հատկանիշները ասենք, հա, այսինքն վիզուալ հատկանիշները կկորի սպառողի աչքերում, ինքը կսկսի խառնվել իրար, հա, չի իմանա որն է կարասը, որն է մյուսը, որն է այն մեկը, այսինքն դա շատ կարևոր է։ Մենք օրինակ քեֆ գինիները երբ որ լոնչ արեցինք, ես հենց դրա համար եմ ուզում գայի, հա։ Դա շատ դուք եթե տեսել եք քեֆի լեյբլը, ինքը քեֆի մասին է, ու հենց հայկական քեֆի մասին է։ Հիշում եք, տենց մի հատ վաղուց ֆիլմ կար Большая греческая свадьба, այնտեղ որ տենց բոլորը հավես հիշում եմ որ այդ ֆիլմը նայում ենք, ես փոքր էի, տունը տենց նայում ենք, ասում ենք դե ոնց որ մերը լինի, էլի, որ սա միաժամանակ խոսում են, մարդը իր ինչ որ բանն է անում, բոլորը գոռում են այնտեղ լացա հեծանիվով մարդը մտնում սենյակ։ Այսինքն այդ ամեն ինչը մենք ուզում ենք ցույց տալ, որովհետև հայկական տոնախմբության քեֆի ձևը ինձ թվում է դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի heritage-ներ ժառանգություն պետք է համարվի, որովհետև վրացիք կարացել են իրանցի իրական գրանցել։ Սուպրան։ Հա, իրանք կարողացել են իրենց գրանցել, մերն էլ իր շատ գեղեցկություն ունի, եւ մենք դրա համար ուզեցինք փոխել եւ մենք ունենք Minchai Tale of Two Mountains գինի, որը որ մենք կանգնեցրեցինք եւ մենք քեֆը լոնչ արեցինք, հա։ Քեֆը սպիտակ ունի, կարմիր ունի նաև ռեզերվ, եւ եթե ռեզերվի եւ սովորականի լեյբլները համեմատեք, ռեզերվի դեպքում քեֆը զարգացել է։ Լեյբլը մարտիկ նույնն են, պատկերը նույնն է, թե ուշադիր նայեք, այնտեղ արդեն իրար հետ պարում են, համբուրվում են, լացում է մեկը, շները իրար են հանդիպել եւ այլն։ Այսինքն մենք նենց ենք մոտեցել, որ այդ լեյբլը ինչ-որ բան պատմի, որ եթե դու օրինակ պայմանական լինես ռումինացի եւ խանութում տեսնես այդ լեյբլը, քեզ հասկանալի լինի այդ ինչի համար է։ Դա քեֆի համար է։ Վարդգեր ջան, հաջորդ մեր հարցը ինքը հանելուկային է։ Okay։ Ու ինքը հետաքրքիր է, որովհետեւ հարցը մեզ տալու է մի հատ շատ գեղեցիկ բալիկ, հա, եւ ես էլ եմ առաջի անգամ լսելու, այսօր երկու անգամ կլսենք ու մեծ գինեսեր փոքրիկ բալիկ, հա, հույս ունեմ ոչ։ Իհարկե։ Դա օգտագործում են լիքը ընկերություններում եւ խանութներում, որ ժամանակից շուտ ավելի լիքը ապրանքներ ունենան, որպեսզի գոհ լինեն իրենց հաճախորդները։ Եվ այսպես դժվար չէ երեխեն կառ մտածած լինի օրինակի համար, որ օգտագործում են որպեսզի պահեստը ավելի լավ դասավորեն, էլի։ Բայց ասեմ մոտիկ ես։ Հա։ Ես տոնապես ուրիշ կոմեի գնացե, իմ մեջ ճիշտ պատասխանը տենում եմ։ Հա։ Փաստորեն երեխան կարացել է, էլի, մեսեջինգը քեզ ինչ-որ բան փոխանցի։ Մոտ այդ դրա շուրջը, էլի, տենց։ Դե երևի պահեստային տարածք, չգիտեմ։ Լավ, ինչ եկավ առաջինը մտքիդ, ասա որ չտանջենք։ Կառը։ Կառն էր։ Դա սխալ պատասխաններ, ասում եմ դու էլ արդեն դրա հետ համակերպել ես, որովհետև մատակարարում բառը մատակարարում, հա, երեխային ասել էին մատակարարում, ու երեխան, իրես ինչն է հետաքրքիր, եմ ասում նայ, ունիկալ բան է, չէ, որ երեխան չխորացած բիզնեսի մեջ, հաստատ ոչ մի բիզնես դասընթաց չի անցել, էլի տենց խորացված, բայց նույնիսկ երեխան գիտի, որ մատակարարումը շատ կարևոր է, կազմակերպված, համակարգված մատակարարումը, որպեսզի հաճախորդը լավ սպասարկում ստանա հնարավորություն գնելու, այո։ Ես ապշած եմ, որ ոչ բոլոր աշխատող բիզնեսներում գիտեն, որ սպասարկումը սկսվում է մատակարարումից։ Այսինքն մենք շատ դեպքեր մտածում ենք ապրանքը խանութում, բայց մատակարարում պետք է լինի, այդ մատակարարումի շղթան շատ հստակ է, էլի։ Ունենք բզբզ հարց։ Ահա, okay, ինչ սխալ կմտաբերես, որ թույլ ես տվել բիզնես հիմնելու ճանապարհին, բայց եթե ժամանակը ետ տայր, նորից կկրկներ, դե սա երևի թե սեփականատիրոջը վերաբերող հարց է, բայց ես ավելի ընդհանուր կպատասխանեմ որպես բիզնեսի մասնագետ, հա։ Տեսեք, ընդհանրապես, եթե մարքեթինգային տեսանկյունից մոտենանք եւ հարցնենք յուրաքանչյուր ֆինանսիստի, առհասարակ մարքեթինգը դա մեծ սխալ է, հա։
Այնքան ուրախ եմ, որ ինքնագնահատական բանը ինքնակնադատողությունը շատ բարձր է։ Իհարկե, մենք պետք է իրականության մեջ գտնվենք վերջապես, հա։ Դրա համար վաճառքները բալանսավորում են մարքեթինգը, էլի, թե CV-ում, թե կյանքում, ասենց ասեմ։ Ինձ թվում է սխալներ թույլ տալը բոլորին է հատուկ եւ դրանից պետք չէ առհասարակ վախենալ։ Բիզնեսում սխալ անելը դա լրիվ նորմալ է։ Ես չգիտեմ, չկա տենց անսխալական բիզնեսմեն։ Կա ինչ-որ մի հատ արշավ կամ ինչ-որ մի բան, որ այնց ցավոտ մի հատ սխալ է եղել, այդ պահին, բայց հետո հասկացել ես, չէ, այ մարդը մնա էլի։ Տեսեք, իրականում խնդիրը նրանում է, որ մենք պետք է հասկանանք, որ սպառողները եւ կարծիքները անհնար մեծ քանակի են։ Եվ գոյություն ունի crisis communication ասվածը, այսինքն կրիզիսային ճգնաժամային հաղորդակցություն ասվածը, որի ընթացքում դու կարող ես ամենամեծ սխալն նույնիսկ փոխես դեպի քեզ, հա։ Ես տենց առանձին ինչ որ մեծ սխալ որպես այդպեսին են, որ տենց իմ համար տրագեդիա եղել, ես գնացել եմ, նեղվել եմ եւ չեմ կարող հիշել, կամ ինձ որ ասել են, ես ինչ արեցի։ Ինչ որ էքսպոյի շրջանակում պատրաստվել է, կամ ինչ որ մի բան չեք ուղարկել տակից։ Այ մի հատ ինչ որ հետաքրքիր պատմություն կա, որ միշտ խնդիրը լուծվել է։ Միշտ խնդիրը լուծվել է, այսինքն ես իրոք այս պահին չեմ կարողանա մտաբերել ինչ որ մի հատ առանձին, որովհետեւ սովորական process-ի պահա։ Հա, որովհետեւ դու պետքա ինչ որ եթե խնդիր կա, դու պետքա խնդիրը լուծես եւ լուծես ձեռքերով։ Կարևոր բանը, որ ղեկավարներն էլ հասկանան, որ սխալի դեպքում իրենք պետք է սկսեն աշխատել բոլորի հետ միասին նույն ռիթմի մեջ։ Ոչ թե նստեն սպասեն, որ ժողովուրդը թիմը կլուծի, չէ, դու պետքա ձեռներդ քշտես եւ բոլորի հետ միասին դուրս գաք այդ ճգնաժամի մեջից։ Այսինքն, եթե կա տեղ, որտեղ, չգիտեմ, դու ունես աշխատուժի պակաս եւ պետքա A բանը տեղափոխել մի կետից մյուս կետ, դու պետքա այդ տեղափոխողների առաջին շարքերում լինես, եթե ինչ-որ մի բան պետքա ներկայացնել, խոսել եւ պատասխանատվություն վերցնել, դու պետքա վերցնես քո վրա այդ պատասխանատվությունը։ Հետո արդեն հետևություններ անես, հետադարձ կապ կունենաս, հա, հետադարձ կապ կունենաս եւ կլուծես, բայց առհասարակ սխալը ինձ թվում է ֆետիշացված է, թե կյանքում, թե բիզնեսում, սխալները լրիվ նորմալ է, պետքա սխալները լինեն, որի ընթացքում որպեսզի սա չենչի բավականին ռոմանտիկ, հա, որտեվ բավականին այս վերջերս ես նկատել եմ տենց տրեյներների շարք կա, էլի, եկեք ֆեյլերի մասին խոսում եւ այլ, մի քիչ ասում եմ հողին կպած ասենք, որ եթե դու գործում ես, լրիվ բնական է, որ սխալներ կլինեն։ Այսինքն սխալ չի գործում ցանկացած երևույթ, որը չի գործում։ Որտեվ ուրիշ հարց, թե ինչքանով դու քո սխալների վրա սովորում, ինչքանով այդ սխալը կրկնվող եւ հակառակը այդ սխալի արդյունքում համակարգ ձևավորվեց, թե չէ։ Որտեվ սխալը շատ դեպքերում համակարգի սիգնալն է տալիս, էլի, որ համակարգ չկա այստեղ։ Շատ լավ, հասկացանք, ասում եմ բզբզ հարցից էլ անցանք։ Եվ այսպես անցնենք ավարտական հարցին։ Մենք ունենք տենց եւս մի փոքրիկ անակնկալ, դա ձեր թիմակիցների ներգրավումն է։ Այսինքն ինքը ավելի շատ ոչ թե հարցը ճիշտ եւ սխալի մեջ, այլ ավելի շատ թե ինչքանով եք դուք ձեր թիմակիցներով արժե համակարգով սինխրոնիզացված։ Հետաքրքիր է։ Որովհետեւ հնչեցվել է հարց հետեւյալ ձևով, հետեւյալ արտահայտություններից որն է իրենց կարծիքով ձեր մոտ, հա, ամենահոգեհարազատը։ Ու մենք բավականին մեր համար նաև շատ ոգևորիչ է այս պահը, որտեվ մեջբերում ենք հայ մեծերի խոսքերը, ու մեր համար շատ կարևոր է, որ մեդիա դաշտում տարածվեն նաև մեր հայ մեծերի խոսքերը, որտեվ մենք անգիր գիտենք ինչ է ասել Ֆրեյդը, բայց ինչ էր մտածում եւ ինչ էր ասում Շիրազը, ցավոք սրտի դա մնաց դասագրքերում, հա։ Ու կարևոր է, որ մեր մեդիա դաշտում նաև հայտնվեն մեր հայ մեծերի խոսքերը եւ այսպես տարբերակները։ Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին, Շարլ Ազնավուր։ Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ։ Հովհաննես Թումանյան։ Քո գործը միայն քո անունը կպահե։ Խաչատուր Աբովյան։ Ոնց որ գիտեր է մարդը։ Հա։ Ազնիվ մարդը չի գնում հարմարություն, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց։ Okay։ Սիլվա Կապուտիկյան։ Եվ այսպես հնչեց 4 արտահայտություն։ Իսկ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան։ Ասենց արդար չի է։ Ես սա ճիշտ պատասխան։ Կորեչա։ Շատ լավն էր։ Կուզենաս մեկնաբանես։
Ամեն այս բոլորի մեջ ամենահարմարը ես քիչ եմ քնում ընդհանրապես, դա էլ ինձ ինչ որ ձև հուշ է։ Յուրաքանչյուր ժամի կարամ ինչ որ հարց գրել, էլի։ Այդ աշխատանքը էլի։ Իսկ աշխատանքիները գիտեմ, մեկ է ժամը 5-ից կես բան է գրել։ Էս խիասա է, ասենք մոտավորապես, չէ, Թումանյան դե։ Այդ աշխատանքի հանդեպ վերաբերմունքը էլի, այսինքն մենք երևի թե տեսեք, երբ որ մենք հաջողության մասին ենք խոսում, երբ որ մենք խոսում ենք բավականին կենացայի մակարդակով լիքը բաներ հնչում է ու իդեպ ասած շատ դեպքերում շատ լավ է, հա, հանկարծ չմտածեն դե բայց երբ որ այդ խոսույթից հետո չի քարոզվում աշխատասիրությունը, երբ որ չենք մենք ասում որ դրան էդի աշխատանքի արդյունքով է ձևավորվում, երբ որ մենք փորձում ենք ամեն ինչին հասնել կողքից ինչ-որ ռեսուրսներ ավելացնելով, օրինակ ասում ենք չեն կարող մեսի անենք, եսի պետք է ավտոմատացվի։ Չեն կարող մեսի անենք, եկեք հնդիկներին բերենք։ Եղբայր, իսկ կարող ենք Հայաստանում քարոզենք աշխատասիրությունը, մենք ամեն ոլորտում, ամեն հատվածում, որովհետև օգտակարության գործակիցը բավականին քիչ է Հայաստանում։ Ու տեղա դու զարմանում ես, որ ոնց ենք մենք սրա հետ լրիվ հանգիստ նստել, ամբողջ աշխարհը մրցակցում է, իսկ մենք աշխատանքը չենք քարոզում։ Իրականում մենք խոսում ենք մեր տենց շինարար հայ ազգը եւ այլն, բայց մենք պետք է առերեսվենք իրականության հետ։ Դա կենացներ են մեծամասամբ, հա, մենք շատ շինարարներ ունենք, մեծ շինարարներ ունենք եւ այլն, բայց որ sense նայում ես ինչ որ հիմա ինչա տեղի ունենում, ինչ որ sense դուբայացում է ընդհանուր առմամբ, բայց ինչ որ առանց վատ հիմքի վրա է դուբայացումը, էլի։ Այստեղ շատ կարեւոր է աշխատանքի հանդեպ վերաբերմունքի մեջ սերը։ Դեպի աշխատանք, որ դու կարողանաս ոգևորվես քո գործից։ Ու կապ չունի դու ինչով ես զբաղվում, ուզում ես մոլիբդեն արտադրի, աշխատանքով զբաղվում մարդու։ Իրա մեջ եթե չկա կուրաժ քո համար, եթե դու գնում ես այնտեղ զզվելով, քո մոտ արդյունք չի լինելու։ Հա, կարա ինչ որ բան լինի, բայց դու դժբախտ ես լինելու։ Իմ բախտը բերում ժողովրդական ասացվածքա հետ ձենը տակ տեղից է գալիս։ Ես միշտ աշխատել եմ այնպիսի ոլորտներում եւ այնց ընկերություններում, որոնտեղ ես ուզել եմ աշխատել։ Բարեկամ ծանոթ խնամիով ես ընդունվել գործի։ Հա, եղել է տես։ Եվ վերջում ասա հաղորդումը։ Չէ, դե իրականում, բայց անցել եմ բոլոր փուլերը հարցազրույցի, էլի իրականում։ Ես հումոր եմ, իսկապես է տենց եղել։ Չէ, իրականում ասենք եղել է ես կլուբում մարդու հետ խոսացել եմ 2 օր հետո գնացել եմ ընդունվել եմ աշխատանքի, բայց դա շատ վաղուց էր, ես երկրորդ կուրսի ուսանող եմ եւ այլն, այսինքն պետքա սիրել քո աշխատանքը, պետքա աշխատանքի մեջ գտնել աղ եւ այդ աղը ամեն օր զգալ։ Դա շատ կարևոր է։ Շատ հզոր էր։ Վարդգես ջան, մենք ավարտին ունենք մի հատ փոքր անակնկալ նվեր, ամեն անգամ երբ որ ինչ-որ բան ավարտում է, ուզում ես ինչ-որ մի հատ էմոցիոնալ կապ ստեղծես մարդու հետ, մի քիչ ավելի երկարատև, եւ այս այն փուլն է, որ մի քիչ մենք ենք ուզում չարաճճություն անենք, հա, ու թիմի կողմից ձևավորվել է մի հատ հետաքրքիր երևույթ, հա, արհեստական բանականությունը տանջելով այն օրը մտածել եմ որ հայերենով պրոմպտը կարելի ասել տանջել հա որտեվ ինչի եք տենց խորամ տանջում են որտեվ բարից բուրում ասել տանջում ես ինքն էլ մերը տանջվում է էլի պրոմպտով ուրեմն ձևավորվել է մի հատ այսպիսի հորոսկոպ հա բիզնեսի մասին ըստ ամիսներով թե ինչ պետք է արվի Եվ ունենք 25-26 թվականի ուրեմն հորոսկոպը, հետո ինչ-որ ժամանակ հետո կհանդիպենք, ասես ինչքանով էր համընկնում այս ամենը, եւ ես սա սիրով փոխանցում եմ ու առաջի էմոցիաներն եմ ակնկալում, այնտեղ հետո որպես լավ հուշ այսօրվա մեր հանդիպման եւ անկեղծ միջ դու հրապուրվում ես հորոսկոպով Ես ասեմ սա բավականին իմ կողմից եւս անկեղծ կլինեմ, հա Եզակի մարդկանցից ես, ովքեր իսկա եկեք այն խոսքերով ասենք, որ մեր ժողովուրդը խոսում է, հա, վարձու աշխատող, հա, մարդ, որ մասնագիտորեն աշխատում է, բայց աշկերը վարվում է ամբողջովին ոտերով այս բիզնեսի մեջ է եւ որ ասում եմ ես պատկերացեցի թե ինչպես ես դու կռիվ տալիս թե քո ընկերության համար, հա ինչ որտեղ միջազգային շուկաներում, թե ընդհանրապես մեր հայկական գինիների համար, ու դա մի այլ կարգի ինձ ոգևորել է։ Ես շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ որպեսզի մեզ դիտող նայող երիտասարդ մասնագետները վարակվեն այդ շունչով։ Այո, շատ լավ կարևոր խոսք ասեցիր։
որովհետեւ սիրեք այդ գործը։ Ու շատ դեպքերում եթե ուզում եք ինչ-որ ավելի լավ խնայեք ձեր ժամանակը եւ ձեր գործատուի սպասումները եւ գումարը, ուրիշ տեղ գնացեք։ Հա, քանի որտեւ այսօր այնպես չի որ գործը քիչ է եւ այլ, բայց միտեղ որ կթար քոնն է, ատամներով բռնի ու վազի, որովհետեւ այդ հաջողված թիմը կարասի հետևում նաև դա է հաջողված թիմն է այսինքն որտեղ մարդիկ հավատում են տեսեք այնպես չէ որ ամեն օր առավոտյան ձեզ ղեկավարությունից ասում են Վարդգես ջան սրտացավ ես չէ ու դու ինչ-որ մի հատ տեստ ես անցնում էլի վախենալու հարց կնես հաստատ շնորհակալ եմ շատ այս հետաքրքիր քննարկման համար ամենայն հաջողությունները միշտ նոր հանդիպում Բաժանորդագրվեք B1 Media-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք այս եւ մնացած հետաքրքիր հաղորդաշարերը։ Շատ մերսի։ Մի հատ նկարվենք այսօր post-ը իրար հետ, հա 100%։